Իշխանության տրնգին Գյումրիում։ Վարդան Ղուկասյանների ֆենոմենը։ Ծանր շաբաթ ստացվեց իշխանությունների համար, փարաքարում պարտվեցին, լավ չի։ Որ հանկարծ իրավիճակը փոխվի, Հայաստանից թռնելու ճանապարհը կարող է փակ լինի։ Իսկ Գյումրին, բա դուք 7 տարի իշխանություն լինեք, ճոռոմ հայտարարեք, թե կրիմինալը վերացնելու եք, որ մինչև 2050 թիվը գողական բարքերը վերացնելու եք, եվրոպական երկիր եք սարքելու, բայց երկրի երկրորդ քաղաքում պարտվեք Վարդանիկին։ Հա, ինչքան ուզում եք ասել, թե ամենաշատ ձայնն եք հավաքել, բայց Տիգրան Ավինյանին Երևանի քաղաքապետ դարձնելու տրյուկն այս անգամ ավելի բարդ է լինելու։ Չնայած այնտեղ էլ Վարդան Ղուկասյան կար, էլի շատ ձայն հավաքեց, պարզապես դոգ դուրս եկավ։ Մարտունը մարտի չգնաց։ Ինչ սյուռ պատկեր էր, ամեն ինչ կախված էր Մարտուն Գրիգորյանից։ Ընտրություններից հետո 3 օր ձայն չէր անում։ Վարդանիկի ընտրվել-չընտրվելը կախված էր նույն այդ Վարդանիկի ոխերին թշնամուց։ Քոչարյանականները լռության այդ 3 օրում Մարտուն Գրիգորյանի հասցեին ինչ քֆուր ասես, որ չէին տալիս, էլ սուտի գողական, էլ փրչոտ, էլ Նիկոլի սպասարկու։ Խեղճ Մարտունն էլ երկընտրանքի մեջ էր։ Քաղաքականով պրոբլեմ չուներ, բայց գողականով պրիզնատ գալ Վարդան Ղուկասյանին այդ մեկը համը հանում էր։ Չգիտենք ինչ բազարներ են գնացել այդ 3 օրում, բայց վերջը հանձնվեց։ Բայց Վարդան Ղուկասյանը թող շատ վերվեր չթռնի, հենա, ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն արդեն զգուշացրել է Վարդան Ղուկասյանին, ու Աստված չանի մեկի գլխից մազ ընկնի։ Պահ, մինչև հիմա Վարդան Ղուկասյանի պատճառով հարյուրավոր մարդկանց գլխից մազ է ընկել, ինչ եք արել, որ հիմա անեք, 7 տարի ժամանակ եք ունեցել, անեիք։ Մարդկանց մազերից են մտահոգվել, հազարավոր զինվորներ, որոնք ձեր քյալագյոզության արդյունքում զոհվել են, այդ հեչ մազերը մեջ, ավելի լավ է ծպտուն մի հանեք։